հաղթել են, հիմա վճռաբեկը պետք է հաղթեն եւ ընդհանրապես դա անօրինական է։ Դուք ինչ կարծիք եք այս մասին։ Մենք մեր կարծիքը պարբերաբար հայտարարել ենք կոնկրետ դատարանի կոնկրետ դատական ակտերի հետ կապված հրապարակային հայտարարությամբ հանդես ենք եկել տարբեր շրջանում ցավոք սրտի մեր ընդդիմադիր գործընկերների կողմից ոնց որ թե հայտարարություններ էին տարածվում, որ պետքա չվճարվի եւ այլ, իրականությանը դա չի համապատասխանում։ Եթե նման խնդիր առաջանա, առաջինը քաղաքային իշխանությունից կիմանա այդ մասին հանրությունը, ավել մեկնաբանություն այս բանին չունի։ Բայց եթե դատարանը հաղթել են, ապա չպետք է կարմիր գծերը վերանայվի գոնե գնացության։ Տեսեք, դատարանը հաղթել արտահայտությունը կենցաղային ինչ որ այդպես դատը շահել, դատարանը հաղթել եւ այլն, էլի ընդհանրապես լավ կլինի մեր ձեր խոսքս ձեզ չի ուղված, մեր ընդդիմադիր գործիչներին մի քիչ ավելի նախ պրոֆեսիոնալ մոտենան հարցին, երկրորդն օրինակ ասեն, որ կարող է նախատեսվել, որ անգամ եթե ակտը վերացվում է, դա արդյոք տարածվում է նախորդ վճարումների վրա, թե չի տարածվում, կոնկրետ ակտերից մեկը, որին ես ծանոթ էի, չէր տարածվում, վերաբերում է կոնկրետ 2025-ին, 24-ին, թե 26-ին, այսինքն այնտեղ նրբություններ կան եւ այսօր քաղաքապետը շատ ճիշտ ասեց, որ անձանց եւ քաղաքացիների չտեղեկացվածությունը փորձ է կատարվում վերածել ինչ-որ քաղաքական կապիտալի, ինչը անիմաստ է ու շատ կարճ կյանք ունի, այսինքն այն վճարները, որոնք սահմանված են եւ գործում են, մինչեւ այսօր գործում են ամենայն հարգանքով մեր դատարանների որոշումների եւ անգամ այդ որոշումներից չի էլ բխում, որ պետք է չգործեն։ Եթե նման բան կբխի, բնականաբար մենք դատարանների որոշումը կկատարենք։ Հնարավոր է վերանայվեն կարմիր գծերի գնացուցակը հաջորդ տարվա կապ։ Վճարները նախատեսվում են չափը ավականու կողմից ամեն տարվա վերջում, 2026-ը սահմանվել է 2025-ի վերջին։ Հնարավոր է տեսականորեն վերանայվի, իհարկե հնարավոր է, բայց ավականու տիրույթում է դա, ես չեմ կարող ինչ որ